Ամուսնացած տղամարդը տարբերվում է չամուսնացած տղամարդուց նրանով, որ ամուսնացած տղամարդը լսում է իր կնոջը, իսկ չամուսնացածը ուրիշների։ Ես ամուսնացած եմ, ես Եգոր Գլումովն եմ, եւ մենք սկսում ենք երեկոն շանթում։ Այսօր մեր երկրի գլխավոր հերոսն է, հիանալի անձնավորություն, սպորտային մեկնաբան, լավ հայ, լավ պապիկ, լավ ամուսին, Կարեն Գիլոյան։ Շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն ժպիտի, բարձր տրամադրության եւ այն ամենի համար, որ այսօր կա այստեղ։ Սա դեռ սկիզբն է։ Երկի լիրիկական հերոսը խոստովանում է երկի սկզբում, որ նա երբեք չի խոստովանել սեր։ Խոստովանել եք սեր, պարոն Գիլոյան։ Բազմիցս, իսկ այն ամենակարևոր անգամը, առաջին անգամը երբ էր եղել եւ ինչպես։ 3.5 տարեկանում։ Ահա։ Հուսանք, որ ձեր տիկինը չի լսում մեզ։ Չէ, ինքը գիտի, որովհետեւ ինքը գիտի, որ ես աշխարհում ամենաշատ իրեն եմ սիրում։ Բայց 3.5 տարեկանում ինքը դեռ ծնված չէ։ Չէի կարող իրեն սիրել։ Մեր հարևանին հյուր եկած աղջկա ձեռքից բռնել տարել եմ մեր բակ Ախալքալակում։ Մենք վարունգ էինք ցանել պապիկս, ոգել եմ, տվել եմ, ասել եմ, ես քեզ սիրում եմ, ես վարունգը կեր։ Վարունգով փորձել եք գրավել աղջկա սիրտը։ Ինչով գրավեցիք ձեր տիկնոջ սիրտը։ Երկար ռոմանտիկ նամակներով։ Իսկապես նամակներ եք գրում 14 A4 ֆորմատի էջի վրա, այն ժամանակ համակարգիչ չկար, որ համակարգչով հավաքի։ Դա մեկ նամակ եղել։ Մեկ նամակ։ 14 էջանոց, 14 էջանոց, երկու կողմն էլ գրված։ Չէ, մի կողմ, մի երեսին գրված, հետո ռոմանտիկ նվերներով ակրոստիկոս էի գրել։ Այն ժամանակ նոր էր մոդայիկ բացվող նվագող ծրարները, բացիկները։ Դրանցից առել էի 7 հատ, ու այդպես ակրոստիկոս էի գրել 7-ի մեջ իրար շարունակությամբ, ասես որ բացում էիր, շարում էիր սեղանին, նվագում էին, բան գեղեցիկ էր։ Դե երևի պահված են այդ բոլոր։ Այո։ Սուրբ մասունքները։ Կան, պահված։ Երեխաները, թորնիկները արդեն։ Դե հա, թորնիկս դեռ կարդալ չգիտի, որ բացի կարդա, բայց երեխաները կարող են, եթե ցանկանում են, բայց կարծեմ երկուսն էլ դեռ չեն կարդալ։ Միգուցե պատճառ դառնա, բայց օրինակ իմ երեխաները մեր նամակները կարդացել են։ Հա։ Մեր չէ, իմ։ Իսկ ներողություն, ձեր տիկինը ձեզ պատասխանում էր, այո, ու շատ գրագետ, շատ լավ։ Մենք հետո բանը այդ նամակները միայն նամակներ չէին, նաև այսպես որ հարց ու պատասխան ռոմանտիկ, ինչպես ես պատկերացնում, որն է սիրած երաժշտությունը, չէ, ասենք ամարթաբնակ կղզում ինչ կուզեիր անելում տեսնել երկնքի որ հատվածն է ամենաշատ դուր գալիս աստղազարդը, թե մի քիչ ավելի նոսր աստղերով, բայց վառ, այսպիսի ինչ որ հարցեր, բաներ ամեն նամակում։ Ուսումնասիրել եք իրար միջև ամուսնանալ։ Հա, բավական 2 տարի։ Մարիամ, տեսնում ես, որ մարդիկ պատասխանում են նամակներին, իսկ դու իմ նամակներին չէիր պատասխանում։ Սա փոքրիկ իմ ցավն էր սրտից։ Պարոն Գիլոյան, իսկ ինչպես հետո տեղի ունեցավ, ոնց գնացիք ձեռք ուզելու ամուսնության արարողությունը։ Չէ, ձեռք չենք ուզել։ Բա ինչպես տեղի։ Փախցրել եմ։ Այն ժամանակ մոդա էր։ Ինչու փախցրեցիք։ Հետո բանը մեր ընտանեկան ավանդույթներ այդպեսին։ Ահա։ Պապիկս տատիկիս էր փախցրել, պապիկիս եղբայրը իր կնոջն էր փախցրել, հայրս մորս էր փախցրել, հորաքրոջս ամուսինը հորաքրոջս էր փախցրել, քրոջս ամուսինը քրոջս էր փախցրել։ Ես ասի ես ումից եմ վատ տղա։ Դուք եր փախցրեցիք։ Դե փախցնել այսպես դասական կոշտ կոպիտ տեսքով չէ։ Ուղղակի որոշեցինք, որ կարող ենք եւ մեր կյանքը համատեղ շարունակել ու գնացինք։ Պատճառ կար ինչ որ պատճառ չկար որպես այդպեսին, բայց ես այդ ժամանակ պոլիտեխնիկի ուսանող էի, շատ հրաշալի խումբ էր մեր խումբը։ Պարոն Գիլոյանը եւս մեկ ապացույց, որ պոլիտեխնիկի ուսանողները ապագայում դառնում են։ Դե պոլիտեխնիկը ֆանտաստիկ կրթություն է տալիս, անալիտիկ մտածողություն, վերլուծականը շատ ճիշտ է դրվում, ռեալիստիկ նաև, կանգնում ես հողի վրա պինդ ոտքերիդ էլի, հա։ Այդտեղ շատ լավ խումբ էր, տղաները որոշեցին, այսպես գեղեցիկ 2-3 մեքենայով գնացինք, ինքն էլ պատրաստվում էր ընդունվել, բուհ,
Որոշեցինք ուղղակի Հայկը մոտեցավ, ասեց գրքեր դել վերցրու, կգնանք, չես ուզի նորից հետ կգանք։ Այսպես համոզեցինք, տարանք ու մեր ընկերներից մեկի բարեկամուհու ծնունդն էր։ Մի անգամից ծնունդ, բարել, ուրախանալ, հետո ամբողջ խումբը հավաքվեց, նշեցինք մենք մեզ, որոշեցինք, հետո իհարկե ախալքալակից եկան ծնողները, մի քիչ տես դժգոհություն արտահայտեցին։ Ճավախ կաշխար, այո, ամեն ինչ բայց չի։ Փառք Աստծո նորմալ Մարշեցիք։ Հա, շատ արագ նորմալ։ Հիմա նորմալ է ամեն ինչ բոլոր։ Փառք Աստծո։ Արդեն 33 տարի։ Էս չէ։ Խնդրում եմ պատմեք այն պատմությունը, որ փախցնելու ընթացքում ավտոմեքենան էր փչացել։ Այդ ձեզով է պատմել Արտակը։ Կան մարդիկ, որ այո, ինֆորմացիա մեծ։ Դե մի մեքենան փչանալու փչացավ, բայց Փառք Աստծո երկրորդ մեքենա կար, Տիգրանի Փեսայի մեքենան էր։ Արագորեն տեղափոխվեցինք, գնացինք։ Շատ լավ էր կազմակերպած էլի։ Տղաները բոլորը այսպես նախ գիտեին, ես որ նամակ էի գրում, խնդրում էին որ տամ կարդան, որտեվ շատ հետաքրքիր էր էլի, այդպես դասական նամակներ չէին, ոնց էս, լավ չես։ Հա, ինքը այս ռոմանտիկ։ Բոլորը ապրում էին դրանով ու իմացան այդպիսի բան կա, ասին գնացինք, բոլորով ենք գնում։ Ամի 7-8 հոգով էլի կարծես թե ես ինչ էինք անելու։ Լուրջ քայլ եք անում։ Հա, բախտորոշ, բայց այն ժամանակ որ ադրենալինը շատ էր արյան մեջ, սիրահարվածությունը շատ էր։ Դրա համար ոչ էլ գիտակցում էինք, թե ինչ ենք անում։ Հա, անում էինք երջանիկ լինելու համար ու Փառք Աստծո ստացվեց։ Կարող էր եւ չստացվել։ Կա մի եւս շատ հետաքրքիր պատմություն, որ հեռավոր Չինաստանում դուք ուրացաք ձեր սիրուն։ Եղել է։ Չէ, սիրուն չէ։ Ուղղակի պահ այնպիսին էր, որ ես պիտի ստեի։ Ներողություն եմ խնդրում, բայց այն ժամանակ եմ ստել, ճիշտ է եղել է։ Օլիմպիական խաղերի ժամանակ Պեկին 2008 թվական օլիմպիական խաղեր, այն ժամանակ հանրային հեռուստատեսությունը ցուցադրման իրավունքը ձեռք բերում էր, բայց այնտեղից չէինք մեկնաբանում։ Մենք գնում էինք այնտեղից նկարում էինք, սյուժեներ էինք պատրաստում, ուղարկում էինք, ստեղ էլ մյուս թիմներ աշխատում։ Ես այդ ժամանակ Կարոյի հետ էի Պողոսյան ու հավատարմագրված էի որպես Գոլոս Արմենիի լրագրող։ Դե բնականաբար եթե newspaper, այսպես լրատվական թերթի լրագրող ես, դու մեկնաբանելու իրավունք չունես։ Մենք էլ ինչ էինք անում, նստում էինք ու սկսում էինք մեկնաբանել։ Հեռախոսը ականջիս մեկնաբանում եմ նախնական գոտեմարտերը, ըմշամարտ, հեռուստատեսության համար մոտավորապես 1 ժամ արդեն անցել է մեկնաբանությունիցս ու զգում եմ, որ աշխուժություն կա թիկունքումս, մոտեցավ մեկը, դանիացի էր ազգությամբ, ասեց, որ այս դահլիճի անվտանգության, մամուլի անվտանգության ներկայացուցիչն է և հիմա պատրաստում են ինձ զրկել հավատարմագրից։ Զարմացած ասի, իսկ ինչու, ասեց, որովհետև դուք իրավունք չունեք մեկնաբանելու, դուք թերթի լրագրող եք, բայց դուք հիմա մեկնաբանում եք, ասի, ոչ, դուք սխալվում եք, ասի, ես հեռուստատեսության համար չեմ մեկնաբանում, ասեց, բայց դուք մեկնաբանում եք, չէ, ասի, պատմում եմ, ասեց, ում, ասի, կնոջս, ասեց, ով է ձեր կինը, ասի, Կարինե Շադոյանը, ըմբիշ, ասեց, դե ես իրական ըմբիշի անուն տվեցի, որտեղ վերուն էի մտածում, ասեց, լավ, կա այդպիսի ըմբիշ, ասի գնացեք ստուգեք, ասեց լավ։ Գնաց ստուգեց եկավ, ասեց հա ճիշտ է, կա այդպիսի ըմբիշ, բայց ինքը ամուսնացած չի, ասի դե մենք հիմա չենք գնացել զաքսավորվել, մենք միասին ենք ապրում, ինքը իմ girlfriend-ն է, այսպես ասած, ասի եթե ուզում եք նայեք 2007 թվականին Բաքվում մենք միասին ենք եղել, մեկ էլ նայեց, ասեց հա ճիշտ է, Բաքվում աշխարհի առաջնությանը դուք միասին եք եղել, հետո մոտեցավ մի ուրիշ չինացի մոտեցավ, ասեց բայց անգամ ըմբիշ կնոջ համար դուք անընդհատ մեկնաբանում եք, այդքան հետաքրքիր են այս ամեն ինչը, ասի բա ինքը սրանով է ապրում, մեկնաբանում է որ պատրաստվում է օլիմպիական խաղերի, ասեց քարտը տվեց, բիզնես քարտը, ասեց էս իմն է, դուք էլ ձերը տվեք, իմի վրա գրված է հանրային հեռուստատեսություն։ Արագ մտածեցի, այդ պոլիտեխնիկի ցածողությունն է։ Ասի որ մոտս չէ, վաղը անպայման կբերեմ։ Հաջորդ օրը ես այլևս ըմշամարտ չգնացի, մեկնաբանում էի ծանրամարտ, ջյուդո, բռնցքամարտ եւ մյուս մարզաձևերը։
Այդան այդ պատմությունը երբ իմացա։ Հա, գիտի։ Կարոն պատմեց։ Կարոն պատմեց։ Հա, բայց դա սուրբ սուտ էր, էլի։ Անշուշտ։ Այդ հմտությունները պետք են կյանքում ես։ Իսկ այդ լեգենդը այդ պահին հենց հորինեցիք որ Անկեղծ չէի էլ մտածել, հա, ուղղակի որ եկավ ասեց զրկել են։ Ես մտածեցի, որ եթե հանկարծ զրկեն, ես հետո ինչ պետք է անեմ։ Ու արագորեն տեղում Պարոն Գիլյան, ինչպես սկսվեց ձեր մեկնաբանի կարիերան, որտեղ եւ առաջի մեկնաբանությունները ինչ էր դա։ Ես որոշեցի լրագրություն այնուամենայնիվ, որովհետեւ տնտեսագետ, ինժեներ տնտեսագետ չեմ էությամբ, եկա մրցույթի մասնակցեցի, նոր հեռուստաընկերություն էր բացում երկրորդ հանրային ալիքը, Ռոբերտ Մավիսակալյանի գլխավորությամբ, ես Նիկոլայ Գրիգորյանի թիմ անցա մրցույթով, լուրեր նորքի ու համալսարան երկրորդ մասնագիտություն շարունակեցի լրագրություն ընթացքում Սլավա Սարգսյանին տեսա ում ճանաչում էի եղել էի մի երկու խաղի բան այդպես առաջարկեց գնալ սպորտ ու նույն օրը հետաքրքիր էր որ Ալեքսանդր Իսկանդարյանը ժամանակաչափի վարողը եւ լրաբեր լրատվականի տնօրենը կանչել էր հարցազրույցի որ լրաբեր գնամ Այս ասի որ սպորտից առաջարկ ունեմ, ասես դու աննորմալ ես տղա ջան։ Ինչ-ինչի հետ ես համեմատում, ես քեզ լրաբեր եմ առաջարկում, դու ուզում ես սպորտ գնալ, ասի որ ես սիրում եմ այդ ամեն ինչը, ես սպորտի մարդ եմ, ասես թե դու գնա, դու գիտես, բայց մի վարքյան անգամ չեմ ափսոսացել ու ճիշտ որոշում եմ կայացրել, Սլավա Սարգսյանը ինձ վստահեց, շնորհակալություն այդ վստահության համար։ Տարբեր մեկնաբանություններ, տարբեր մարզաձևեր, բայց Առաջին ֆուտբոլային մեկնաբանությունս եղել է Նորվեգիա-Հայաստան 2000 թվականի սեպտեմբերի 2-ի խաղը 0-0-ն բախտս այնքան բերեց, որ առաջին մեկնաբանությունս թիմը լավ խաղաց 0-0 ու բոլոր երկրպագուները այլևս չֆիքսվեցին իմ սխալներին, չմտածեցին, որ ես բղավում եմ, մրցավար ժամանակին նայիր բան, այսպեսի ես այդ ամփորձ բավական է, ինչքան ես ձգում, այն ժամանակ չէին գրում, ինչքան ավելացրել, ու անընդհատ խաղում ենք, չի ավարտվում։ Ու այդ անընդհատ իրենք հարվածներում են մեր դարպասին, անընդհատ այսպեսի լարված իրավիճակ, որ չդիմացած մրցավար բավական է ժամանակին նայեր։ Դա ընդունվեց որպես լավ ազդակ ու Այսպես չսկսեցինք հարկոցել հենց սկզբից։ Դե հետո արդեն հետո կարիերան սկսեց։ Բայց մեզ պատմել են, որ դուք ձեր առաջին մեկնաբանությունը առել եք դեր, երբ որ ուսանող եք համալսարանում եւ մինի ֆուտբոլ կամ ֆուտզալ էին խաղում տղաները եւ դուք մեկնաբանություններով եք զբաղվում։ Ճիշտն ասած, ես անընդհատ այդպիսի բաներ անում էի, ես ախալքալակում եմ որ գնում էի, ուղղակի ինձ համար նստում էի ստադիոնում, տղաները հավաքվում էին, ասում էին դե սկսի մենք ֆուտբոլը այսպես նայենք։ Սկսում էի մեկնաբանել։ Բարբարով։ Չէ, բարբարով մեկնաբանություն այդպես էլ է եղել։ Այդ բայց հատուկ խնդրել եմ որ բարբարով անեմ։ Հա հետաքրքիր էր։ Ինչ թվում է որ դա էլ է հետաքրքիր, չէ՞ որ կա հայտնի Դաղեստանաբնակ, որ այդպես համով բարբարով իրենց մի օր հատուկ քեզ համար ես ժողովրդի բարբարով կմեկնաբանեմ, Գորջան։ Եղել է ու տարբեր մարզաձևեր։ Որն է ամենասիրված մարզաձևը, միջև հիմա մարդիկ վիճում են, ծանրամարտը թե մշամարտը, ձեր համար։ Կանանց լողափնյա վոլեյբոլը։ Դե դա կարելի առանց մեկնաբանությունների ուղղակի, առանց ձայնի դիտել։ Ամբողջ օլիմպիական խաղերի ծրագրում միակ մարզաձևն է, որ երբեք ազատ տոմս չկա, բոլոր խաղերին անշլագ է, բոլոր խաղերին բոլորը քեֆ են անում, վայելում են, ուրախանում են, դա իսկական ռելաքս, իսկական վայելքի մարզաձև է, որովհետև ամեն ինչ գեղեցիկ է։ Տրիբունաներում, դաշտում ամեն ինչը շատ սիրուն է ու ես շատ օլիմպիական խաղեր, իդեպ 9 օլիմպիական խաղեր եմ մեկնաբանել, ամառայինները 6-ն են, 3-ը ձմեռային, ես միշտ հենց ազատ ժամանակ էր լինում ու այդ պահին մերոնք ելույթ չունեին, գնում էի հանգստանալ, մի բաժակ գարեջուր, տրիբունայում նստած, բոլորը գարեջուր են խմում, ուրախանում են, անիմատորներ կան, այսպես գնացք են կազմում, սկսում են քայլել տրիբունաներով, բաներով, ինչ-որ գժանոց մի խոսքով, շատ հետաքրքիր լավ մթնոլորտ է։ Պարոն Գիլյան, այսօր գալու են հյուրեր, հիմա ես ուզում եմ, որ դուք փորձեք, ձեզանց ենք սկսում, սա մեր առաջին չելենջն է, փորձեք գուշակել, ովքեր կարող են լինեն ձեր հյուրերը։
3 հյուր պետք է ունենաք, պետք է գան։ Ես եկեք այսպես անենք, եկեք չգուշակեմ։ Ահա։ Երկուսին կնոջս ասել եմ, ում եմ ենթադրում։ Իմիջիայլոց պարոն Գիլոյանը այն մեր հերոսներից է, որին ուզում են հյուրընկալեն տարբեր երկրներից ուզում են ներկա լինեն այսօր, այստեղ եւ պատմել իրենց պատմությունները կապված պարոն Գիլոյանի հետ։ Ինչու՞մն է ձեր ֆենոմենը, պարոն Գիլոյան։ Ինչ են մարդիկ ձեզ այդքան սիրում։ Ես 24/7 գրաֆիկով ընկեր եմ։ Ես կյանքը շատ եմ սիրում, ընկերներիս շատ եմ սիրում։ Ես ամենացորդ եմ նվիրվում։ Դրա համար Աստված էլ շատ բարեհաճ է, ես Զատիկին եմ ծնվել, ու Աստված ինձ շատ է սիրում։ Գիտի որ ես աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, դրա համար ինձ բաժին են ընկել շատ լավ ընկերներ, ովքեր փոխադարձ հարգանքով ու համակրանքով են լցված իմ հանդեպ։ Եվ աշխարհի տարբեր ծայրերում են այդ մարդիկ։ Քիչ կան երկրներ ու քաղաքներ, որտեղ ես չեմ կարողանա ընկեր ունենալ, մարդ ճանաչել, որը օգտակար կլինի իմ մյուս ընկերներին։ Հիշեցիք Աստծուն, ես էլ ուզում հիշեցնեմ բոլորին, այսինքն միգուցե դուք չգիտեք, ոչ թե հիշեցնեմ, այլ տեղեկացնեմ, որ պարոն Գիլոյանը 37 ընտանիքի քավոր է։ Այո։ 37 բոլորին ընտանիքի չէ, 37 հոգու։ Մարդիկ կան, օրինակ Շիրակի ընտանիքում, չէ, Սերժոյի ընտանիքում 5 հոգի սանիկներ են, հա։ Սանիկների ընդհանուր թիվը գիտեք։ 37։ 37-ն են, հա, այդ սանիկների։ Սանիկներս։ Հաշվել եք, ֆիքսում եք։ Հաշվելով ամեն օրվա կապի մեջ եմ հետները։ Ինչ է այդ հարաբերությունները քավոր սանիկ։ Հավատացեք, որ դրանք իհարկե եղել է նաև շատ պատահական քավորություն, օրինակ երբ որ 2000 թվին Ծալկայի շրջանի Խաչգյուղ կա, գնացել էի նկարելու, այն ժամանակ ես մենակ սպորտ չէի անում, նաև Վրաստանի տարածքում քաղաքականություն այդպիսի մշակութային բաներ էի նկարում, եկեղեցի էր նորոգել Խորենը Բուլուդյան, ու հրավիրել էր նկարելու, գնացել էի, երեկոյան նստեցինք, հաց կերանք, կարտոֆիլ խփեցինք Վառարանի շրթին, խոզի միսը, բան, այդպես տեղական Շուշանի թթույով, մտերմացանք, մի բաժակ էլ խմեցինք, առավոտյան գնացինք եկեղեցի, կանգնած են ինքը իր 3 բալիկներին եւ եղբոր 2 բալիկներին 5 հոգու կանգնեցրել է, ասում է հիմա կնքում ենք, ամեն ինչ պատրաստել են, հոգեվորականը եկավ, ասեց հա ինչ լավ է, բոլորը ինչ լավ բալիկներ եք, բան, ասեց առաջ եկեք, ասեց դե Խորեն ջան, թող քավորն էլ առաջ գա, Խորենը շուրջը նայեց, հասկացավ, որ ինքը չի էլ որոշելով է քավորը, որտեղ ինքը չի մտածել, որ քավոր էլ պիտի լինի, մեկ էլ ասեց, ահա քավորս, արի առաջ։ Այդպես քավոր դարձա ու Փառք Աստծո պատկերացրեք արդեն 26 տարի, այդ ցանիկներս ամուսնացել են, բալիկներ ունեն, ես Ալթայում եմ ապրում, Ալթայ, Գորնի Ալտայսկ քաղաքում, ես բարբերաբար գնում եմ, որպեսզի կապը չկորի, իրենք են գալիս, ես եմ գնում, անցած տարի եղել եմ, այս տարի ել եմ նորից գնալու։ Բելուխասարի փեշերին, Բելուխայի փեշերին, Բելակուրիխայում։ Ալտայել գնացինք եկանք։ Վերադառնանք Հայաստան։ Օրերից մի օր ձեր տուն ինչ որ հյուր էր եկի արտասահմանից եւ զարմացել էր, որ ձեր տղան ձեզ նման չի։ Այդ պատմությունը խնդրում եմ պատմեք։ Արտաքին նման։ Չէ, ոչ թե հումոր արեցի ու տակը մնացի։ Բուլղարացի էր այն ժամանակ Եվրո ֆուտբոլը նոր էր բացվել եւ ինձ խնդրել էին լրատվական էջ սարքել։ Ապագա խաղերի մասին վերլուծություն էի գրում։ Ինքը մի 3 օր եկավ առավոտները, որ ինձ ցույց տա, թե ես ինչպես պիտի այդ ամեն ինչը կազմակերպեմ, գրեմ, ձևավորեմ ու ուղարկեմ տպագրման։ Դե առավոտ շուտ էր գալիս, ժամը 8-ին գալիս էր, որ մինչև ժամը 10 ավարտենք, 11-ին պիտի տպագրվեր, մեկ էլ տղասել այդ ժամանակ 2.5-3 տարեկան, ինքը շատ սպիտակ էր, կինս շատ սպիտակ է, ու տղաս կնոջս է գույնով նման, արտաքինով ինձ։ Ու բանը, սպիտակից բացի նաև երակները արտահայտված էին, հա։ Քնից արթնացած, այսպես կիսա աչքերը բաց, ճոճվելով եկավ կանգնեց, նայեց, այս բուլղարացին ասեց բանը, քեզ նման չի, ես էլ իմիջայլոց ասի լավ կատական եմ, ասի հա գիտեմ ինձ նման չես, դեմի հարևանին է նման։ Բանը, ու շարունակեցի գործ անել, չծիծաղեց, ասի լավ երևի չհասկացավ հումորը, մեկ էլ մի 20-30 վայրկյան հետո ասեց
Ճիշտ ասած, ես էլ եմ երկրորդ տղայիս վրա կասկածում։ Բայց իա պարագայում լրիվ լուրջ էր։ Ինք իա պարագայում լուրջ էր։ Ասի այնգիր, հանակ եմ արես, ինչ ես խոսում։ Այդ անգամ այս հումորիստակ էի մնացել։ Ճիշտ է։ Պարոն Գիլոյան, ձեզ շատ նմանությունից խոսեցինք այս բան, ձեզ շատ են խառնում մի շատ ուրիշ հայտնի անձնավորության հետ։ Մեր լավ ընկեր Կամո Սեյրանյան, Կամո ջան, քեզ բարևներ, եւ իմջալոց միգուցե ոչ միայն արտաքինով եք նման, խառնվածքով։ Դե ջավախցի է, Կամոն է ջավախցի։ Իհարկե ինքը այստեղ է ծնվել, մեծացել, բայց լավ ձեռք ունի ուտեստներ պատրաստելու ձեր նման։ Մենք իրար հետ պատրաստել ենք։ Այո, հիմա մի հատ շատ ծիծաղալի պատմություն կա, որ ձեզ ոստիկանն էր խառնել։ Թռավ ավտոյի դեմ, մեքենայի դեմ, ոստիկանը այն ժամանակ պարեկներ չէին։ Այո։ Գայշնիկներ էին, հա։ Թռավ մեքենայի դեմը կանգնեցրեց, եկավ ու ասեց, ահա, այ հիմա կզրկեմ, կիմանաս, ոնց չեկար տղայիս հարսանիքը բեկարել։ Ասի մի րոպե ընկեր ջան։ Կամոյի հետ ես շփոթել, մեկ էլ որ խոսեցի, ձայնս լսեց, ասեց, վայ Գիլոյան ջան, Կամոյի հետ էի շփոթել, թե չէ հիմա զրկում էի։ Շատ են շփոթում։ Իսկ Կամոյին բաց են թողում, որտեվ ասում են Գիլոյան ջան լավ։ Մենք ես նաև Սանահեր ունեմ, իմ մանկության ընկերն է, հետո կնքել եմ իր բալիկներին, Սամվելը Մանուկյան, հետո դարձել է Վրաստանի պարլամենտի падգամավոր։ Այդ ես արդեն քավոր էի, էլի։ Չմտածեն թե էլի падգամավոր եղել, դրա համար երեխաներին կնքել։ Իմ շատ հարազատ ընկերն է, իմ շատ լավ բարեկամն է, ինքն ու Գայանեն ֆանտաստիկ ընտանիք են։ Ինքն էլ է մեզ շատ նման։ Մի անգամ աղջկա հարսանիքին ախալքալակ գնացի, օպերատորը գյումրեցի էր, որ պիտի նկարեր, մոտեցավ ասես պարոն Գիլոյան, բայց ինչ նման եք Սամվելին։ Մի քիչ խմած էի, ճիշտն ասած, նախորդ օրն էր, հələ հարսանիքը չի, մի երկու բաժակ գինի ենք խմել, ասես տրամադրություն ունեմ, ասի լավ մի քիչ հումոր անեմ, էլի։ Ասի, իսկ դու չգիտես իսկական պատմությունը, ասես չէ, ասի մենք իսկական հարազատ աղբերներ ենք։ Ասես բա ոնց, ասի հայրս ու մայրս ժամանակին բալիկ չեն ունեցել, հայրս գնացել է Գորիում մի հատ հայի է մոտեցել, ասել է իմացել եմ բալիկներ ունես, մեկին դուր տանեմ պահեմ, ինձ բերել է, հետո անցել է մի 5-6 տարի, Սամվելի հայրը հորս ասել եմ, որ մի հատ բալիկ բերիր, ասում են լավ երեխա է դուրս եկել, հələ դրանց հասեն դուր ես է գնամ։ Ես գնամ։ Ու այդ ընթացքում մտել եմ դերի մեջ, հուզվում եմ, ասում եմ գնացել բերել է, ու Սամվելն էլ ոնց որ բան այստեղ են բան, այսպես մի քիչ ինքն էլ բան եղավ, վայ, չգիտեի, ինչ լավ է որ հետո իմացել եք, ասի, բա ամենակարևորը չգիտես, ասես չէ, ասի հետո էլ Կամո Սեյրանյանի հայրն է գնացել բերել, ինքն էլ է մեր երրորդ եղբայրը, ասեց շատ նման եք, ճիշտ, ես մտածում էի որ այդպես կլինի։ Կամո Սեյրանյանը Չարենցավանց գնացել է Գորի, բերել է Կամոյին, այո։ Մեկնաբանություններ, սպորտային մեկնաբանություններ եւ հաստատ համոզված եմ, որ շատ ծիծաղելի զվարճալի դեպքեր ա եղել հենց խցիկից մեկնաբանական։ Սովորաբար այդպիսի բաները ծիծաղելի են այդ պահին ու այդ տրամաբանության մեջ։ Հետո որ պատմում ես, կարող է այդքան էլ ծիծաղելի չլինել։ Ընդհակառակը կարող է շատ զավեշտալի լինել, բայց իհարկե հա, ծիծաղելի եղել է, երբ որ, չգիտեմ, օրինակ շատ հարգում եմ Արա Հակոբյանը մեր հարցակվողը, հա, մենակ դուրս եկավ ու այսպես ակնհայտ գոլը գոռացի Արա Հակոբյան, սիրելիս, եղբայր, ինչ ես բայց կարողացա տակից դուրս գալ, էլի, այդպիսի պահերներ են։ Գիտեմ, որ մի անգամ գրազ եկեք է ձեր հյուրերից մեկի արտասահմանի եւ էլի գրազը կարողացաք հաղթել։ Հաղթեցի, հա։ Հա, այդ ընկերոջս արտասահմանից էր եկել, ինքը այտենց մշակութային մարդ է, Աղասի անունը, պես նստած զրուցում ենք, հաց ենք ուտում ռեստորանում, ես էլ պիտի Բրազիլիայի խաղը վարեմ, Անգլիայի հետ էր այդ խաղը, Աշխարհի առաջին 2002 թիվ, բա մեծ խոսած չէ, բան, այս աղջիկների անունը կարող ես եթերում տալ, դե ես վախենալ չգիտեմ էլ, ինձ դժվար է այդպես վախեցնելը, ասի հա կարող եմ, ասես դե անունները տուր, ասեմ ավելին,
ուզում ես րոպեներն էլ ասեմ, որ րոպեներին եմ տալու, ասեց 20-ից 25-րդ րոպեներին, ասեց։ Դե պայմանավորվեցինք։ Ինչի վրա, ասի մի 20 հոգանոց սեղան։ Պատվերն էլ ես եմ տալիս։ Ասեց դե որ դու պարտվես, ասի հա իհարկե։ Աղջիկների անունը մեկինը Քրիստինա էր, մեկինը Նոնա։ Գնացի լրատվականը նայում եմ, ոչ մի կապ չկա։ Ոչ Քրիստինա, ոչ Նոնա, ոչ Քրիստինա, ինչ պիտի ասեմ։ Մեկ էլ դասի լավ, ընթացքում մի բան կերևա, մեկ էլ այդ կողմերն էր, 20-21-րդ րոպեն է, արդեն ցայտնոտի մեջ եմ, մտածում եմ ժամանակը դուրս չգա, մի ձևի կտամ, հարցը դա չի, բայց ժամանակը դուրս չգա։ Ու մեկ էլ ցույց են տալիս մեքսիկուհիներ, երկու Մեքսիկայի դրոշի գույներով լողազգեստով։ Երկու հոգով տոնում են, հա ասում եմ ու Ռոնալդինյոն այնտեղ կախարդական հնարքներով հիշում եք ինչ ֆուտբոլիստ էր 2002 թվականին։ Այն որ Անգլիային գոլը խփեց ու Սիմենին Տուգանայինից։ Զաշիվարոտ։ Ասի իսկապես կախարդ է Ռոնալդինյոն ու պատահական չէ որ մեքսիկացի մոդելներ Նոնա Լոպեսը եւ Քրիստինա Ագասիոն այնուամենայնիվ Աղասիի անունն է էլի մեջը ասի Քրիստինա Ագասիոն ասել են որ եթե այսօր գոլի հեղինակ դառնա իրենք կմերկանա դուրս եկա զանգել էր ասում է ես փողերից վրա աշկ ունեմ սանոկանոց սեղանը տարար արի գցեմ սեղանը Վայ Պարոն Գիլյան բացի դրանից որ ընտանիքներ եք կնքում եւ մարդկանց նաեւ մեր Արտուր Ալեքսանյանի անունը դուք այսպես ասած ջերմակարճ հեղինակեցիք եւ կնքեցիք նրանք ցավում եմ որ հիմա սպիտակարճ են ասում որ ես ջերմակարճ եմ դրել ինչպես դա եղավ ինչպես ինչու հենց այդպես եւ դա պահեր թե մտածել եք չէ այդ էլ պահի տակ ինքը որ արդեն շռնդալից մտել էր ասպարես 12 թվականի օլիմպիական բրոնզից հետո 13 թվականը շատ լավ էր ստացվել, ուսանողական խաղեր երկրորդ տեղ Կազանում Մելնիկովին, հետո պարտվեց նորից Մելնիկովին աշխարհի առաջնության եզրափակչում, բայց ուղղակի թյուրիմացության եւ նոր օրենքները չիմանալու պատճառով 30 վայրկյան ոչ մի բան չարեց, մտածում էր հաղթում է։ Այնինչ մրցակիցը ուժասպառ էր եղել եւ հաստատ գործողություն կլիներ։ Բայց հետո երբ որ 2014-ին հաղթեց Տաշկենտում, հենց այդտեղ դահլիճում ինքը շատ հզոր տեսք ուներ, որտեղ ասացի որ ջերմակարճի տեսք ունի, ամենահզոր կատնասուն գազանի տեսքն ունի, հետո զարգացրի այդ գաղափարը ջերմակարճ հիմա ամբողջ աշխարհը իրեն ջերմակարճ գիտի։ Ճիշտ ասած ես Ռոման Ամոյանի անունն էր ժամանակին սև հովազ եմ դրել։ Բայց իրեն չկպավ այդ անունը։ Իսկ Արտուրին կպավ։ Հուսանք որ ջերմակարճի վերադարձը կլինի իսկապես դեռ ինքը իր խոսքը ասելու է, ասելիք ունի եւ դուք քանի անգամ ասել եք որ դեռ ունի ասելիք հաստատ եւ մենք էլ ենք դրան հավատում։ Շիրակ Թորոսյան, Պարոն Գիլյանի մտերիմ ընկերներից մեկը եւ մարդ, որ պատմությունից գիտի ամեն ինչ կարծես դու, չէ՞։ Այո։ Սանիկս կնքել եմ։ Խավոր Սանիկ, ինչպես դա տեղի ունեցավ, դա ձեր ընտրությունն էր, թե ձեր տեղին ինչ-որ մեկը ընտրել էր, Պարոն Թորոսյան։ Կարծում եմ դա նախախնամությամբ էր, բայց պատմությունը հետեւյալ կերպ էր 2006 թվականի սեպտեմբերի սկիզբ էր, նստած էինք Գարենստանը, Գարեջուր եւ Խեսգեդին էինք վայելում եւ խոսքի մեջ Կարենը դե Խավոր Սանիկական բան այդ թեմայի մեջ միշտ կար եւ մեզ միշտ այդպես կշտամբում էր որ մեծ մարդիկ եք չեք կնքված բան եւ այլն ես ձեզ կնքելու եմ եւ այդ օրը հանկարծ պայմանավորվեցինք պես շատ լուրջ որ հոկտեմբերի օրը հստակ չեմ նշում երբ 6-ին հա որ այդպես առաջին շաբաթ օրը հա պայմանավորվում ենք մեր գյուղում, Գանձա գյուղը Դավահան Տերյանի ծննդավայրն է, հայտնի աշխարհին։ Մեր գյուղում դեռ չվերագործարկված, այսպես ասենք, եկեղեցում։ Խորհրդային տարիներին չի աշխատել, պահեստ է եղել։ Պետք է հենց մեր գյուղի եկեղեցում, որը իդեպ Վահան Տերյանի հայրն է կառուցել, իրանց ընտանիքն է կառուցել, ժամանակին պետք է այդտեղ հենց կնունքի ծիսակատարությունը կատարվի։ Պայմանավորվեցինք, ձեռքի տվեցինք ու անցանք մեր գործին, անցնում է այդ մեկ ամիսը, մենք չենք
թեմայի մեջ մտնում, որևէ անգամ իրար չենք հիշեցնում եւ մտածում ենք, տեսնենք ով է լուրջ այս հարցի մեջ։ Այդ օրվա նախորդ օրը ես Թալինում Կատնախբյուր գյուղում իմ ընկերոջ հարսանիքին եմ եւ դե հոգնած բան հետ հարսանեկան այնուամենայնիվ սասնա բարերը պարած, այնուամենայնիվ առավոտյան ժամը 12-ին ժամ ունենք, որ պետք է Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում լինենք, կնոջս ասեցի, որ գիշերով քշում գնում ենք։ Հասել են կես գիշերին, չգիտեմ երբ, առավոտյան այսպես շոշափում եմ տրամադրությունները, թե տեսնես Կարենը հասել է գյուղ, եկել է, լուրջ է, այդ ամենը լուրջ չէ, որ հետո թեմա է, մի քանի տարի խոսենք, որ այդպես Բարձվում է Կարենը շատ լուրջ է տրամադրված, եկել եմ հայրիկի հետ, իմ ավակ խավորի, իմ սիրելի Մաքսիմի հետ, արդեն հոգևորական են գտել, եկել են եւ ուղիղ ժամը 12-ից 1-2 րոպե տարբերությամբ մենք արդեն եկեղեցու բակում ենք, մտնում ենք, ծիսակարգը կատարվում է, երևի կարող եմ ասել, որ հետխորհրդային շրջանի առաջի ծիսակարգն էր դա մեր եկեղեցում եւ այդպես մենք դառնում ենք մեր սիրուն այդ գեղեցիկ ընկերությունը վերածվեց Խավոր Սանիկոսյան։ Ընդ որում ես այդ նախորդ օրը հորս զանգեցի, ասի ոչ մեկին բան չասես, հոգեվորականին կվերցնես, կգաս Գանձա։ Ասի գնամ թող երկուսն էլ այնտեղ չներ եւ Հովիկ Սանիկս էր այնտեղ։ Ասմիկ Սանիկիս հետ ամուսիններ, իրենք էլ իրենց տանն են սպասում, ինքն էլ է գանձացի։ Գնացի ոչ մեկին բան չի ասել Հովիկը տանը։ Հորը ասել է մի հատ գարմորթի բան, բայց չի ասել որ ինչ կականում կա, որովհետեւ մտածել է հանգարց որ չգնամ, խայտարակ կլինի, ասեն, «Էս ինչ Խավոր Սանիկությունը, էս ինչ կնունք եք մտածել որ Խավորը չի գալիս»։ Ամոթից բան չի ասել։ Հետո որ գնացի արտնացրի Շիրակին էլ կանչ բանարին գնացինք Շիրակից տուն, այնտեղից էլ դե մոտիկ է տունը, քայլեցինք եկեղեցի։ Կուստուրիցան կարող էր ֆիլմ նկարել, այս ամենը ձեր աչքերով, ես այս ամենը Կարեն Գիլյանի աչքերով, որ երկուսն է մտածում են որ հեսա մեկը չի գա եւ կարողա չի։ Քանի տարվա ընկերներ եք արդեն, բայց միջև այդ ընկերություն եք արել, չէ՞, երկար արդեն։ 1996 թվականի սեպտեմբերից։ Ուսանողական, հետ ուսանողական։ Ահա, ինչպես ծանոթացաք, որպես ինքը ժամկետները շփոթում է։ Ահա, լավ։ Ես Սուսիկը իր կինը ավելի լավ գիտենք։ Դա 1996 թվականի գարունն էր, մարտի վերջը, Սաննան սովորում էր բանասիրականում, համալսարանի, որպես Ջավախցի, ես իրենց ճանաչում էի, ու մի օր համալսարանի դեմով դասից հետո դուրս էի գալիս, իրենք գալիս էին, ասեց ծանոթացնեմ Շիրակ, որ ասում էի Շիրակ, դա ես ինձ պատմել էր Ջավախցիներ, ինձ բոլորը բացվում են, հոգիները բացվում են, ասեց որ ասում էի ընկերս ինքն է Շիրակը, այդտեղ ծանոթացանք։ Ինքը 6 ամիս բան է անում։ Իսկ այդ Ջավախ աշխարհի եւ Ջավախ ժողովրդի այդ ընկերությունը, ամրությունը, այդ ֆենոմենը որտեղից է գալի եւ իրոք կա այդպիսի բան թե չէ։ Անկասկած կա, որովհետեւ եթե դու համայնքը այնպեսին է, որ ինքը ստիպված է պահպանել ավանդույթները, այդ ամենը պահպանելու համար ունենալ սոցիալական այլ կապվածություն, այդտեղ ուրիշ ձիրքեր են զարգանում մարդու մեջ եւ ինքը բնությունն է թելադրում, որ բանականությունը գնա դրա հետևից ու դու ուզես չուզես այդպեսին լինես։ Երբեմն ինքնապաշտպանական իհարկե ենթագիտակցությունն է առաջ։ Եվ ներսում եւ Ջավախից դուրսն է։ Իհարկե Կարենը մի քիչ շփոթում է ժամկետները, մենք կարող ենք զանգել Սուսաննայի եւ ինքը կասի, որ ես եմ ճիշտ ասում։ Մենք ծանոթացել ենք սեպտեմբերին, այդ ամբողջ պատմությունը ճիշտ է, բայց սեպտեմբերին, որովհետեւ ոչ թե մարտին, այլ սեպտեմբերին։ Այո, որովհետեւ ես հենց հիմա այդ կադրի աչքի դեմն է իրավաբանական ֆակուլտետի կողքի դալանից գալիս են իմ ապակա կնոջ հետ եւ իրանք արժաթև են հագնված, իսկ դա սեպտեմբեր է եւ Կարենը բարակ բաճկոնեի հագած, այսօրվա պես անգամ շորերն են։ Տեղը լավ է, ժամկետը չէ։ Կարելի է զանգել Տիկի Սուսաննային։ Ոչ։ Զանգենք ճիշտ է։ Գարունն էր դա, մարտի վերջ էր։ Եվ Կարենը առանձնահատկություն ուներ, որը մինչև հիմա ունի, ժամանակ բացառիկ էր, հիմա այդպեսի մարդիկ երևի էլի կան, առանց նասկիների։ Մարդ առանց գուլպա։ Այո, մարդ առանց գուլպա եւ այդ շատ զարմանալի էր մեզ համար, թե ոնց կարող է մարդը առանց գուլպանների, նասկիների եւ հետո տեսա, որ այո, կարող է, գմեր, գարուն, աշուն, անգամ ամռանը։ Քանի տարեկանից գուլպա չեք կրում։ Ես 94 թվականից չեմ հագնում, բայց դա եկավ բանակից, երբ որ ես Խորհրդային Միության զինված ուժերում եմ ծառայել, այն ժամանակ
Պարտյանկա էինք փաթաթում, բարձրաճիտ կոշիկների մեջ։ Ես չէի փաթաթում, ես ուղղակի փռում էի, ոտս մտցնում էի մեջ։ Ու հագնում էի, հա։ Ու տեսա թե ինչքան լավ է որ ոտը շնչում է, ազատ է, հետո մի երկու բան Ֆրանսուଆ Միտերանի մասին կարդացի, որ հա, Շարլ դե Գոլի մասին կարդացի, որ այսպիսի բաներ կան, հա, հետո Ջայվ Ջեկի Չանն էր այդպիսին։ Տեսեք որ մենք փաստորեն երկրի հետ շփվում ենք կոշիկ, գուլպա, նոր։ Իսկ պարոն Գիլոյանը կոշիկ եւ միանգամից երկրի հետ շփվում է։ Որտեղ բոլոր օրգանները ոտքի տակ ելք ունեն։ Այո, Եվ այդ ելքերը պիտի խթանվեն, բաց լինեն։ Դա առողջություն է ուղղակի։ Տիկին Սուսանայի միգուցե զանգահարենք թե չէ, չգիտեմ, կամ կզանգահարենք, բայց կա մի հետաքրքիր պատմություն կապված պարոն Գիլոյանի բջջային հեռախոսի հետ։ Իր առաջին բջջային հեռախոսի։ Շատ հայտնի պատմություն է դա։ Ուրեմն դա բարձրաձայն է։ Դա էլ որ թվականն է։ Երևի 98 կամ 9 թվականն է։ 98, հա։ 8, այո։ Մեր ընկերության մեջ առաջինը պարոն Գիլոյանը հեռախոս ունեցավ։ Բջջային հեռախոս։ Բջջային հեռախոս, բջջային համար ավելի շուտ, որովհետև այն ժամանակ այդ համար ունենալը մեծ պատմության հետ էր կապված, ֆինանսական, նաև ծանոթություն։ Ծանոթ պետք է ունենալ, կոնկրետ ծանոթ պետք է։ Հա, դե Կարենին մեր դրսի ընկերները հովանավորեցին, ինքը արագ ձեռք բերեց եւ ուներ մի հեռախոս տրուբկա, որը նման էր, ասենք, որ կան անթել հեռախոսներ տանը, չէ՞, սխալ մեծ, այսպես մի մեծ տապիկներ։ մի մեծ այդպես մեծ կան։ մի կացիդի նման էր, էլի, այդպես Մուրճել չէ կացինի, այո։ այդ կացի նման էր տալիս բան, Պոպոկ էի ջարդում։ լուրջ դեպքով բան, ասեց գործարար մարդու իմիջով բան, մենք էլ ընկերներով որոշեցինք գլխին խաղ խաղալ, որոշեցինք, որ օրվա մեջ պարբերաբար տարբեր հեռախոսներից քաղաքային զանգում են Կարենի բջջայինին եւ ասում են բարև Սուրո ջան, ո՞նց ես, ինչ կա, չկա եւ այլն, այդպես չգիտեմ, այդ կացինը չէր համարը ֆիքսում, թե Կարենը դեռ չգիտեր ձևը համարը ֆիքսելու։ Կամ չէր ֆիքսում, չէր մտածում ժամանակ չէր ֆիքսում, հա, եւ Կարենը հայտնվել էր շատ ծանր վիճակում, պատկերացրեք։ Այսինքն տասնյակ Պատկերացրեք 3-4-5 հոգի ժամը 2 ժամը 1 զանգում են, բարև Սուրո ջան, ո՞նց ես, ախպեր չկա, բան գնացիր այնտեղ, բան եւ այլն։ Կարենը շատ հուսահատված, հիասթափված էր նոր հեռախոսից, 3 օր մենք կյանքը ուտում ենք, մեկ էլ վերջի անգամ մի հատ զանգեցի, ասենց ախպեր ջան, ցավը տանեմ, ես Սուրոն չեմ, կլնի չզանգես էլի։ Ու 3 օր կյանքը կերանք, որոշեցինք արդեն հերիքա հավաքվենք, ամփոփենք իրավիճակը, իրար զանգեցինք, բա այսինչ օր, այսինչ ժամին, այսինչ մեր սիրած վայրում հավաքվում ենք, մի կտոր հաց ուտենք, հավաքվեցինք, բան Կարեն ջան, ո՞նց է հեռախոսը, բան շփումները թեշտացել են, բան չէ, եւ նայում ենք անդրամադիր, ասես մի տեսակ դեպքում նռութը թափած, Կարեն ինչ է եղել։ Ախպերը սենց բան, մի քանի հոգի անդադ զանգում են, ես երևի ինչ-որ մի հատ Սուրոյի համար է եղել, չհասկացա թազա համար եմ ես արել, ինչի է այտենց, կյանքս կերան քիչ ամենում տանեմ հետ տամ, այստեղ սա հասել, ասենք չի լինում բան, արդեն հասկացանք, որ մենք չափը անցել ենք, չարժի որ այդ մեծ ձեռքբերումից շատ արագ հիասթափվի մեր հրաշալի ընկերը, հրկացրեք, ծիծաղեցինք, ինքը գլխի եկավ, հասկացավ, մի քիչ այդպես փորձեց ներվայնանալ, դե պատկերացրեք իրավիճակը, հետո որ հիշեց, որ դա սուտ է եւ այլևս ինքը Սուրոն չի, այդ գաղափար իրան այնքան տրամադրությունը բացեց, որ արդեն մոռացավ, որ մենք 3 օր կյանքը կերել ենք, ասես լավավոր սուտ է, անցանք ուտելու խմելու։ Մոտ էր իրականության, գունազարդված էր, բայց մոտ էր։ Ունեք երկրորդ վերսիա, հիմա այս կողմից են կամերան ցույց տալի եւ տադադադամ։ Չէ, մոտ էր իրականության, ուղղակի գունազարդված էր։ Մի 5-6 զանգ եղավ, ասացին, հետո որ 5-6 զանգ երկու անգամ բորբոքվեցի, հետո ասի մի զանգ եկել է ախպեր, թե չէ արդեն բերանգը բացեմ։ Իրենք հասկացան, որ իզուրտեղ ինչի բան անենք, ու ավարտեցինք այդպես։ Վայ։ Լավ, էական չէ, մարտին թե սեպտեմբերին, իրական է, որ դուք իրար գտել եք եւ իրար հետ գնում եք արդեն տարիներ։ Առաջի իրար ճանաչելու օրվանից սկսած պարզվեց, որ մենք ընկերներ ենք։ Հետո Խավորսանիկ եւ դա արդեն 30 տարի է։ Իսկ այ հետո կնքեցի նաև Շիրակի 3 բալիկներին։ Հա, դա արդեն ընտանեկան։ Անին ու Գորին, այո, եւ նրանք հիմա իմ սանիկներն են։ Ուզում եմ հարցնել, այդ ձեր ընկերության արմատներն դե պարզ է որ ջավախցուն հերվից տեսնում են, բայց դա կարևոր փաստ է, թե Չէ, դե մենթալիտետը այնուամենայնիվ իր տեղը
գտնում է, վերջո ծեսեր կան, ավանդույթներ կան, կերակուրներ կան, արտահայտություններ կան, որ նույնն են ու դրա բացատրելու կարիքը չունես։ Ասենք Ջավախքում արտահայտություններ կան, որ այստեղ որ մեկին ասես շատ կոպիտ ու գրեհիկ կհնչի գուցե, չէ, դա հիմա եթերում ասելու բան չի։ Անգամ տենց։ Հա, բայց իրականում ինքը ոչ մի վատ բան իր մեջ չի պարունակում։ Չի պարունակում, ինքը ուղղակի տարիքն է մատնանշում կամ ինչ-որ վիճակ է մատնանշում։ Կարենը միշտ ասում է, որ ինքը ապրելու է 131 տարի, եւ ինքը չի մահանալու, որովհետեւ քանի որ շատ երկար է ապրել, ուղղակի ինքը քայլած տեղը չորանալու է, կանգնի, այտենց որ մի դիրքով մնա, հետո իր վրան բրոնզ են քսելու, ինքը դառնա բնական արձան, հա։ Ու վերջ։ Հա, ու մի անգամ ես ասեցի, թե Կարեն ջան, ես շատ լավ խոսքից բավականին ճարտարեմ, քո մահախոսականը ես եմ ասելու, ասես որ ես 131 տարի եմ ապրելու, ասի լավ ես անելու, բայց ես այդ ժամանակ կենթանի եմ լինելու։ Եվ ասելու եմ։ Որովհետև ես այդ պահին 129 տարեկան եմ լինելու եւ ասելու եմ քո մահախոսականը։ Աստված տա, դուք ապրեք 131 տարի, իսկ դուք 129։ Երեկոն Շանթում հերոստաշոուի հովանավորն է L-Drive Holding-ը։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ փնտրում եք վստահելի սերվիս եւ օրիգինալ ավտոպահեստամասեր, L-Drive Holding-ը առաջարկում է ամբողջական եւ համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն եւ նորագույն տեխնոլոգիաներ։ L-Drive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ եւ ժամանակակից։ Եթե փնտրում եք ոչ եւ որակ, այցելեք Van Cleef խանութ սրահ, Մեգամոլ, երկրորդ հարկ։ Այստեղ կգտնեք տղամարդկանց էլեգանտ կոստյումներ, առօրյա հագուստ եւ ոճային աքսեսուարներ։ Van Cleef, երբ ոճը խոսում է ձեր փոխարեն։ Je parle veut-on que le mois de veut-on n'en peuvent pas connaître mon matron c'est accroché ses lilas jusque sous nos fenêtres se lève le garni qui ne sait le donner n'en paye pas dormir. Voisins, nous étions quelques-uns qui attendions à le croire, bien que miséreux, avec le vent de creux, nous nous cessions d'y croire, et qu'en quelques bistrots, qu'au très bon repas chaud, nous prêtions à toi. Բարև ձեզ։ Ոնց է։ Բարև ձեզ, Անտոնիսյան։ Տեղավորվեք։ Դերեսանը։ Պարոն Բաղդադյան, վերջին անգամ երբ եք ունեցել շքեղ
այսպես ասած, գլխի վերևում ինչ-որ բաներ։ Մոտ երևի մի 40 տարից Ինչպես եք պարոն Բաղդասարյան։ Շնորհակալություն, շատ լավ։ Երբ եք ճանաչել պարոն Գիլոյանին եւ ինչպես է դա տեղի ունեցել։ Պարոն Գիլոյանին շատ վաղուց մոտ կարելի ասել մոտ 30 տարի։ 96-97 թվականից։ Ինչպես ծանոթացաք։ Ես այդ ժամանակ գործող մարզիկ էի։ Պարոն Գիլոյանն էլ արդեն այդ ժամանակ նոր լրագրությունը նոր էր։ Գործող լրագրող։ Գործող նոր սկսնակիքն էլ նոր սկսում էր լրագրությունը։ Այդ ժամանակվանից արդեն մեր շփումները որպես մարզիկ լրագրող 1-2 տարի կարելի ասել է ոչ շատ ու դրանից հետո արդեն ոչ թե ընկերություն, այլ հարազատություն։ Հարազատություն ընկերություն։ Ըմբշամարտի օրենքները եւ հանցեք ճանաչել, չէ՞ որ դուք Ես ըմբշամարտով զբաղվել եմ, ինչպես Արայիկն ասում Բաղդասարյան, գնացել եմ զբաղվել։ Գնացել, այո։ Զբաղվել ենք, Դուք ըմբիշ չեք եղել, գնացել եք էլի, հա, ես զբաղվել եմ մի տարի ազատ ոչ ըմբշամարտով զբաղվել եմ, բայց բանը Ջավախում թե չէ, այստեղ ուսանողական տարիներին բանում ինստիտուտում, այո, որպես սեկցիա էին գնում, մինչև հետո սկսեցի թեյքվանդոյով զբաղվել։ Հետո թեյքվանդոյով 4 տարի Սև գոտի առաջին ավելի լուրջ քան ըմբշամարտը։ Ավելի լուրջ եմ զբաղվել, բայց ըմբշամարտը Ջավախքում շատ հենց երկու երեխա իրար հանդիպում էին, ծնողներն ասում էին հələ կպեք։ Գիլաշ եմ բռնել։ Գյուլաշ բռնել, էլի, հա։ Այդ ընդունված էր։ Ընդ որում, գիտեք, Ջավախքում, չգիտեմ, ես հունարամեականն էր ավելի ընդունված։ Ասում էին, բան, թե կողը որ տարածված էր, ասում էին ոտք բռնել չկա։ Ոտք բռնել չկա, այդպես ենք կպչում, էլի։ Դրա համար էլ Բենուր Փաշինյանը կարողացավ պիսի հանճարեղ ըմբիշ դառնալ։ Ըմբշամարտը ինձ հոգի հարազատ է շատ, իմ ֆավորիտ մարզաձևն է, այնպես որ Ինչ հետաքրքիր դեպքեր կարող եք հիշել պարոն Գիլոյանի կյանքից, որը օրինակ կարող ենք մոռացած լինի կամ չպատմես։ Սեպտեմբեր Բայց լրիվ պատմեմ։ Չպատմես։ Չէ, բաներ կա չեմ կարել, ոչ եթերային այլ է։ Որը կարեք։ Չէ, անակ եմ պարոն Գիլոյանի հետ իրոք շատ 2000 առաջի դրսի մրցումներն եղել է 2002 թվականին։ Չէ, եթե չեմ սխալվում։ Բայց այդ էր կարել։ Չէ, իրար հետ որ եղել ենք։ 2002 թվական աշխարհի առաջնություն Պարսկաստանում ենք 5-6 մարզիկներով ենք մասնակցում, ունենք Փորձառու, Արամ Մարգարյան, ու երկար տարիներ ստեղամարզվև երիտասարդներ պատաներ Եվրոպայի չեմպիոն, Ուկրաինայի հետ եկել, ուսկի պարոն Գիլոյանը Արամին լավ ճանաչում էր, ուսկի 2-3 տարի չէր պարապել, ընդհանրապես չէր մարզվել, ոտը իր ասած Պոլտուգայկով հավաքած ծնկը, եկել էր մի 20 կիլոյի կարգի Հայաստան գցեց քաշը, Հայաստան չեմպիոն դարձավ, գնում ենք աշխարհի առաջնություն։ Ճիշտ ասած այն վիճակն է, որ բոլորս էլ ոչ մեկ էլ հույս չունենք իր վրա։ Այդպես մեր մեջ մակալա չէ, բայց ուժելի կարող է, բայց որա դժվար է, այսքան գցած։ Ոբշեմ, Արամս մի սվատ մի գոտ եմ արտահաղթել, երկրորդը ունես տղեկի աղթում, սա կարելի ասել աշխարհի չեմպիոնի տեխնացուներն էին։ Կուբացի, Պողոսյան, բան։ Պողոսյան Դավիթյանը ֆավորիտներ։ Չկար ինքը ֆավորիտներ։ Չէ, ինքը ֆավորիտներ։ Հա, հերթով աղթում, մեր Պողոսյանը Դավիթն էլ Ջավախից էր, ու Վրաստանի հավաքանց էր մասնակցում։ Մեր գյուղացի է։ Ասեց Արամ ջան, ես խես եկե։ Դե ոնց երկու տարի չես կպե, դու եկել ես դե ինչ պետք է անես էլի։ Եկել եմ ապեր աշխարհը կարեմ էթամ։ Սենց սաղ մտնեմ ես խնդրեմ են արա լավ ես նուժել Արամի հետ քաշակցի շտոտը բանա կատարվում։ Ու դες գոտեմարտի վրա հաղթանակներ։ Մտա Պարսիկին էլ կիսա եզրափակի չում կրեց, դրանից հետո ուրախություն, ես ուրախությունից մի հատ այնց ժեստ արեցի էլա գորգի վրա, որ կարելի ասել սա մեր դելեգացիային վերևից Պարսիկ մարզիկին Պարսկաստանում հաղթել է, դա շատ ուրիշ բան է, էլի։ Ու 15-16,000 դալիճ, այդ ազատի Իրանում էր ազատի դալիճ է։ Լեբլեցուն, ես կարող ասեմ ոչ սպորտային շարժում արեցի, ու վերևները ինչ կար, կարելի ասել իրանց ձեռը, միշկ, շիշ, ոբշեմ, ինչ կար, չկար, ինչ գիտեմ որ կա հասնի մեզ, վերևից շպրտեցին, ախնանան եկավ մի անգամ ինձ իստարա Գիլոյանը, արա ես ինչ ես անում, այ ախպեր ես ինչ չենան, ասի Գիլոյան ջան ես այ, ուրախություններ եղավ, ես գիտեմ որ նիտո եմ արել, դրանից հետո էլ պատմեմ էլ Արամ ուրեմն եզրափակիչ մտավ, դե ուրախացել ենք արդեն, բայց դե որ եզրափակիչը մտե Թուրքիա պետք կրի,
Ոբշեմ Արամը ոչ թե կարելի է գրեց, բայց հաղթանակը չտվին իրան։ Ու դրանից ուրեմն միարանից ենք լացե դուր ենք ջարդում։ Ոբշեմ էմոցիայի լարի էմոցիայի տակ Գիլյանից այդ փաթաթպես լացում եք ինձ է հանգստացնում։ Ես ասում բան չկա, ասում բան չկա, ախպեր լավ, դու ասում ինչ ես բան, որ ասում ոնց այդ ցավը տանեմ։ Իսկ այսքան բանը տենալուց հետո ոնց չարտասվենք էլի։ Ու դրանից հետո այդ Պարսկաստանից այդ առաջի բանը սկսվել է Պարսկաստանից։ Մի հատ դեպք էլ ասեմ Գիլյանից եկե բառեցեմ, տեղ ասեց էլի բառեցեմ, ասում ցավտում դու բառես, դու բառը պարապել ես ընդամենը։ Բայց ես հետո ապացուցեցի որ ես։ Բայց հետո ոնց եղավ, սենց եկավ հանակ ենք անում, ասես լավ էլի Գիլյան ջան, հոգնած երևի այդ միշմանն ենք եկել, այդ տրամադրությունից լավ։ Ասես բանան, այս սենց աներ սենց։ Ասես մի ամիտ, այսպես թեթև չանի տակ, դրան անկյունում կանգնած էր Գիլյանից, ու սենց նստավ։ Հելոս ծորդ ո՞նց խփիր ինձ։ Ասես Գիլյան ջան կամաց որ ասես ես է բան եղավ, որ ուս կարող եմ ուժեղա կպեի։ Հետո դրանից հետո հաֆրցնում ուզում որ ինձ բռնի կոպիտ ասած որ պետք է մի բան ալի ասես մի ամիտ կայնացի երկու կարավատների արանքը Գիլյանս վերցնի դասի ոնց պետք է շփորտի ինձ այդպես միտեղ արխայն է դե ինքը չի զբաղվել է չի պարապել էլի մշամարտով եկալոք ցած երկու կարավատների մեջտեղը ուրեմն սուպլեքս խորը պրագիբով նենց հանեցի տվի գեդին Հրանտ Հենոքյան ասեց իրեք մեկ Շատ այդպես Ես ասեմ 1-1, բայց դու 3 միավորանոց է 3 Ուրեմն մեծ խմբով հետևում ենք Եվրոպակիչ խաղին Կարենը կոտորում է իրեն ուղակի Դե որտեղ 14 թվի Իգուայինը որտեղ 14-ի ֆինալն է որ ինքը եթերից չէր թաքցնում ինքը օրենքով չպիտի օրենքով բայց դժվար է դա կոմենտատորը չպիտի դժվար իր համակրանքը ցույց տա բայց դա գորում Argentina pentacampions գորում է հիմա մենք մեծ խմբով նայում ենք ու բնականաբար ես Գերմանիա շատ մեծ մասը Արգենտինա ասի ոնց ցավացնեմ խավորիս գնոջ Այդային ասեցի Այդա ջան եթե դու հիմա հրապարակային ներսովը չգիտեմ ինչ Գերմանիա ես երկրպագում եւ Գերմանիան հաղթում է ես քեզ օրվա վերջին iPhone-ը նվիրում եմ սպիտակ գույնի ասեց լուրջ ասի հա ասեց հարց Այդան էլ բալեշիկ ու Այդան սկսեց հրապարակային Գերմանիա բան ու հիշում եք այդ հայտնի կադրը 7 կրծքով պահես կնդակը մխրճեց Դա ցավալի բան է մենք ցավեցնում ենք շատ ուրախալի բան եմ պատմում Կարենը լացում է անգեցում հուզված չէ այդ միջավայրում էլի երևի մի 20-30-ով ֆուտբոլ ենք նայում ակումբում մենակ մենք ենք ազատ ենք մեր էմոցիաների մեջ Կարենը լացում է հաթոռնա բռնում շփերտում բան ու մենք ծափ երկրպագում ենք Այդան իմ հետ հրաշք Կարենը դրանից բազմապատիկ անգամ ցավ է ապրում Այդա դու էլ մոտարապես Դու էլ բրուտոս Ես դու բրուտոս միջակայքում այո Դու էլ ասի հա ինչ մարդ ազատ մարդ ես բռնանում սկսեցի աջակցել Այդային եւ մենք միասին ուրեմն վայելեցինք հաղթանակը հաջորդ օրը Այդան ստացավ Այդ օրվա չեմ հիշում iPhone 6 էր, 7 էր, ինչ էր։ Առաջին այդ օրվա վերջին iPhone-ը նվերս։ Պաստորին ոչ միայն Գերմանիայի Դաշնության բնակիչներն են ուրախացել եւ պարոն Թորոսյանը, այլ նաեւ պարոն Գիլոյանի տիկինը, որտեղ ունեցավ iPhone։ Այսօր թողնում եմ քեզ իմ սերն ու հեռանում Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավերանում Ու իմ սերը բոկված ճյուղի նոման օրորվում է աշնանքամուց Օ կամի
sărtine sormi nur perché appena non lo sia hotel del solo açkerit mej dem ki chupi tu se tu ver oh kami pokinim se neran sabi he to hampurir polok vatske revetari to ver kutsev chi bajari zarin to sev chi bajari to ver kutsev chi bajari zarin to sev chi bajari ach con la tierra te cosaina ni bajai pesmina ach con la tierra te cosaina ni bajai pesmina Կամիները բերեցին տաղավար մեր մեջի ամենա հասակով, բայց ամենա երիտասարդ։ Բարձրահասակ ու երիտասարդ։ Այո։ Խոստումնալից։ Խոստումնալից։ Հռոմեկարային։ Ինչպես ես։ Շատ լավ։ Երբ ես ծանոթացել պարոն Գիլոյանի հետ եւ ինչ էր որտեղ էր դա ձայն ես լսել սկզբից։ Ես մտածում էի այս հարցին պատասխանող շատ վաղուց էր դա, բայց երբ լսեցի մյուս հյուրերը, երբանից են ծանոթ հասկացա այդքան չէ, 22 տարի առաջ։ 2004 թվական Եվրոպայի առաջնություն, պարոն Բաղդադյան չէ պատմություն էր ուզում հիշեր, չէ՞, այդ Եվրոպայի առաջնությունից։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունն է, ինչքան հիշում եմ, երևի Պորտուգալիա Հունաստան խաղն էր։ Եզրափակի։ Բոլորը հիշում են այդ խաղից։ Երկու անգամ խաղացին խմբային փուլում։ Չեմ հիշում, բայց Հունաստանը հաղթեց։ Գիլոյանն է հաղորդում, շատ էմոցիոնալ, sense բալետ անում, էլ համաղորդում ամ բալետ անում։ Մենք էլ նայում ենք բոլորը ջարդում են, շատ կոպիտ ֆուտբոլ է գնում հունացիները։ Կոշտ բան է, որը տալիս են մշամարտած մի հատ բիդրոյ անում, մեկը սուպլեքս անում։ Սես նստած ենք մեր ընկերոջ հետ մեր Ռոբերտ Խաչատյան ֆեդերացիայի նախագահի ասա պերսոնայի զանգում եմ Գիլոյանին, արասեմ ցավը տան դոս մեզ բարբա։ Այս տղայք իրար ջարդում են 3 նոց բրասոկներ կա, ոչ մեկը չես գնա։ Խաղի վաղ զանգի ասես մի զանգի էֆիր է, հետո հետ զանգես, բա ինչ եղավ էր էֆիր, մասին նայում եմ, այ Գիլոյան ջան ասի, 3 նոց բրասոկներն են, ոչ մեկը չես գնահատում, ասես լավ հասկացաք ես, հեսա կասեմ, ու խաղը գնաց այտենց հելիկոպտեր կոշտ պայքար է գնում, մեկը Գիլոյան ասեց այս ամբշամարտումը գնահատվել 3 միավոր։ Խաղը ճիշտ չհիշեց։ Կարող է, դե տեսնա, Բայց հնարքն 3 միավոր։ Հնարքը 3 միավորանոց է։ Բայց այդ խաղը հետո դրա պատճառով ընկա կերակը Վաղինակը Գալստյան աշխարհի չեմպիոնը։ Պարբերաբար զանգում էր Գիլոյան ջան, այսօր դու ես, հա, մի հատ բարբիս մի բան ասա, թողեք ֆուտբոլն եք հավանում։ Ընդհանրապես Կարենը վարպետ է նման բաների, այդ բառախաղերի, ինչ-որ խաղարկումների եւ շատ արագ սովորեցի ու ես էլ շատ արագ փոշմանեցի, որովհետեւ հերթով սկսում էին զանգարել, մի հատ կարող ես մեր մասին ինչ-որ բան ասել։ Հայ միջայլոց այնքան քողարկես, որ Էդուարդի հետ կապված մի հատ շատ հետաքրքիր պատմություն կա։ Մենք ջոկեր էինք խաղում, ես Էդոն, Արսենը, Սենչը, իմ Սանիկը ու նաև երբեմն Էմիլը, Սլավա Սարգսյանի տղան։ Պայմաններն էր, որ ով որ պարտվի մի շաբաթ, մենք ամեն 5 շաբթի էինք խաղում, մի շաբաթ որտեղ հարցնեն ջոկերից ինչ ես, պետք է ասես թույլ եմ։ Այդ է պայմանը, հա։ Դե հանուն անկեղծության պիտի ասեմ, որ 90%-ով ես էի հաղթում,
Այդ շաբաթը Էդոն էր հաղթել։ Պատկերացրեք, ինչքան էր կուտակում էին։ Քան էր կուտակել մեջը։ Քանի շաբաթվա Ուրեմն էմոցիա եւ նստած էներգետիկա։ մեկնաբանում եմ, ֆուտբոլ եմ մեկնաբանում։ Ռոնալդինյոն էր, չէ՞, Ռոնալդյան խաղում էր։ Խաղը չեմ հիշի, եթե անկեղծ։ Կամ Մեսին էր, Կարող կամ խաղ չէր ուղղակի Ռոնալդինյոն էր։ քո հաղորդումներ։ Չէ, բանը։ Չեմպիոնների լիգայի օրագիր էի։ Ահա, ինչ որ մի հաղորդում էր։ Բանանում մեկնաբանելու։ Նստած մեկնաբանում եմ, մեկ էլ եկավ սխմեց ու ականջիս մեջ ասեց ջոկերից ինչ ես։ Պայման է։ Ու այնտեղ Մեսին հնարք է անում, բան, ասի թույլ եմ ասում են Մեսի բոլոր մրցակիցները։ Միշտ կարևորը Այս այդ բառերը թեքելու նրա ունակության մասին էլի շատ արագ կարողանում էր կողմնորոշվել։ Էդուարդ, ինչ կարող եք հիշել դուք, միգուցե ոչ եթերային, կապված պարոն Գիլոյանի հետ։ Արայկը Բաղդադյան, որ ասաց կատակ եմ անում, որ եթերային չեն, ես ամենայն լրջությամբ եմ ասում, եթերային չեն բոլոր հիշողությունը Կարեն հետ կապած, այսինքն կարող ենք մենք առանձին քննարկել շատ բան պատմեմ, բայց անկեղծ 18+։ Հիմա ես մի բան հիշեցի Էդոյի հետ կապված, դե դու շատ եմ սիրում, իմ կրսեր եղբայրն է, այսպես ասեմ, ու ես իրեն միշտ Էդուլիկ եմ ասում ու հեռախոսի մեջ էլ Էդուլիկ է գերած, էլի։ Նախարարությունում եմ, նոր եմ գնացել նախարարություն, սանգեց գործ ունեինք, ասի մի արի քննարկենք, արի նախարարություն, եկավ օգնականս սխմեց էլեկտրը, ասեց պարոն Գիլոյան, ձեզ սպասում են, ասի Էդուլիկն է եկել, ասեց չէ, շատ խոշոր մարդ է։ Չէր մտածել մարդը հիմա որ Իդեպ ջոկերը որ հիշատակեց, բացի այդ 5 շաբթիներից մենք նաև այլ վայրերում ինչ որ մեկի տանը Ձեզ հատկապես դուր չեն գա 5 շաբթի։ Այո, շատ էինք խաղում եւ մի օր Կարենստանն էինք խաղում վերոհիշալ կազմով եւ տանը միայն մենք էինք, էլի խաղում էինք, բարձր ինչ ասում էինք, հույզեր էին եւ այլն, եւ դուռը բացվեց, Սայդան եկավ, Կարենի կինը, ու մի անգամից Կարենը բարձր ձայնով ասես չհայհոյես տղերք ստեղ են։ Ես մի ոչ եթերային պատմություն կա, որ փորձեմ կիսաեթերային Դա մեր սիրված պատմություններն են։ Ուրեմն շատ տարիներ առաջ էր, ես ընտանիքով անապահում եմ Սևծովի ափին, Կարենը ընտանիքով Սոչիում է Սևծովի ափին։ Դե լողանում ենք ավազին պարկած ու պարբերաբար խոսում ենք հեռախոսով, մեկը մի օր ասեց ոնց ես Սանիկ ջան, ասի լավ եմ, լողացար այսօր, ասի հա, ալիքը խփեց բերանից, չէ, ասի խփեց, ջուրը լցվեց բերանից, չէ, ասի հա, աղի էր, չէ, ասի հա, ասես ես եմ նպաստել։ Ինչքան ուժ ունենք ես։ Իհարկե ես հետո դրա պատասխանը փորձեցի տալ, բայց ինքը արդեն այն էֆեկտը։ Հետո մի քանի օր հետո Կարենը չդիմացավ, ընտանիքով եկան անապա, մենք այնտեղ միասին ենք եւ մտել ենք այդ ժամանցային այգին, որտեղ կարաոկե կա, նվագում են, երգում են։ Ես երգը քամի երգի հիշեցրեց, ես Կարենը վերցրեց, խլեց, սենց արագ բան, հերթեր այնտեղ գիտար առավ, սկսեց նվագել։ Բոլոր իդեպ գիտեք շատ լավ երգում նվագում է, սա հավաքվեցին ռուսները, բան, տուրիստները, սա լսվեցին, տղամարդկանց հերեցին կողքի կանայք սենց ուտում են, Կարենը երգում է Կակուպայից ելնի в России вечера, հայտնի երգը, մեկ էլ մեր բարեկամը, որ մեզ օգնում, աջակցում էր, այդտեղ հյուրընկալում էր, շատ հրաշալի մարդ, եկավ նայեց, որ Կարենին տանում են արդեն կանայք։ Ամբողջները խելագարված։ Շուռ եկավ Այդային, ասեց Ծաղջան, իսկ քո Էրիկը չէ։ Էրիկը ամուսինն է ախալակի բարբար։ Ախալակի, հա, ասես թե հա, ձեզ Վալոդ Էրիկս է։ Այդ իրություններ է տարան։ 2004-ին գնացի ծանոթացանք, 2006-ին էր հաջորդ խաղերը Թուրինի եւ այդ պահից ձմեռային։ Հա, ձմեռային։ Այդ պահից խոստացա, որ հաջորդ օլիմպիական խաղերին միասին ենք գնալ։ Անցել է 20 տարի, ոչինչ չի փոխվել։ Մենք խոստանում եմ, Մենք միասին չենք գնացել օլիմպիական խաղերի, դեպ 28-ին Լոս Անջելեսում նորից խոստացել է, որ միասին։ Այսօր պաշտոնապես հայտարարում եմ օֆիցիալ, որ 2028 թվականին Լոս Անջելես Էդուարդը ձեր հետ եւ ես միասին։ ինձ հետ միասին կլինենք Լոս Անջելեսում օլիմպիական խաղերի։ Վիզաներ ունեք։
երկուսը։ Դա խոստացողի խնդիրն է։ Ես ունեմ Հարցը լուծվում է։ Էդոյին էլ կլուծենք, խնդիր չի, որտեվ Հայաստանի օլիմպիական տուն եմ ուզում բացել։ Դա մեր երազանք է։ Փարիզում արեցինք մենք, շատ լավ էր։ Հիմա այստեղ էլ եմ ուզում եւ ինձ թվում է լոսում ավելի հեշտ կլինի այնտեղ։ Հա, այնտեղ շատ ավելի։ Հայա բնակ։ Հայերը արդեն մի քանի տոն ունեն։ Տոներ ունեն։ Մեկը կտրամադրի։ Ես արդեն մեր դեսպանի հետ պայմանավորվել եմ Նարեկի Մկրտչյան։ Պարոն Քալանթարյանի անուն ազգանունը տվել եք, ասեք, Էդուլիկը գալու է։ Էդուլիկը ցուցակում է։ Ցավոք սրտի չկարողացան փոխել տոմսերը եւ այստեղ կարող է գտնվել մի մարդ Արտյոմը։ Այո, Կապվել եք իր հետ։ այո, Ես գիտեի որ Արտյոմը։ կապվել եք ինքը Նա շատ ամեն ինչ արեց, որ ստացվեց, գա, այո, ստացվեց։ Մենք էլ չկարողացանք այնպեսի Տեսնում եմ, ժամին ուրեմն գուշակել եմ, ճիշտ եմ Այո։ գուշակել։ Կամո Սերյանյանը ասում էր, խնդրում եմ թուշը պաչեք Գիլոյանի անպայման կպաչենք Ռիգայից համբյուրներ։ Հասկացա, Կամոս։ Իսկ եւ Ռայմոնդ Պաուլսի կողմից ըստ երևույթի, այո, եւ մեր ըստ երևույթի Ղասաբոգլյան Արմենի կողմից։ Արմենը Արմեն Ղասաբոգլյանը, Ռայմոնդ Պաուլսը։ մենք վերջերս եղել ենք Արտյոմի հետ Ռիգայում։ Այո, դե ով չէ, ով գնվա Ռիգա գնում է Արմենի։ Դե ես առաջին անգամ միակ դեպք որ Ռիգայում եղա, առաջին լատվիացին ով հանդիպեցի դուրս եկավ իմ առջև Ռայմոնդ Պաուլսը։ Բախտորը։ Այնքան ապշեցի որ նույնիսկ ֆայմեցի մի հատ լուսանկարվել։ Արմեն Ղասաբոգլյան որ խնդրես մյուս անգամ գնաս անպայման կնկարվես։ Ես ինչ էի ուզում ասեի, շատ կարևոր է որ մարդիկ տարիներ շարունակ իրար ճանաչում են եւ տարիներ շարունակ ունեն իրար այդ բան հիշելու։ Տարբեր են մարդիկ իրականում, բայց բոլորին միավորում է ընկերությունը, սերը, հարգանքը եւ այն ամենը, որ սիրտդ պարզ է ամեն ինչ անելուց։ Դա ամենակարևորն է։ Իսկ պարոն Գիլոյանի սիրտը այնքան պարզ է եւ այնքան բաց է եւ այնքան ժամանակ ունենք մինչեւ 2101 թվականը, երբ որ նա կդառնա բրոնզե արձան։ Իսկ ինչու 2101։ Որովհետեւ Որպեսզի 3 դարում ապրած լինեմ։ Բացի դրանից, որ բոլոր օլիմպիադաներին գնացած եւ վերջապես տեսնեք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում։ Կա այդպիսի հույս։ Դե 2101-ին կարող է։ Դե ինչ, այսպեսին էր երեկոն մեր սիրելի Կարեն Գիլոյանի հետ։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք Շանթի եթերում, այսօր այսքանը, սիրում ենք շատ բոլորիդ, սիրեք դուք էլ կյանք այնպես, ինչպես դա անում է եւ սիրում է Կարեն Գիլոյանը։